Օջախների տեղակայումը բնորոշ է դեմիելինիզացիային, յուքստակորտիկալ հատվածներում, պերիվենտրիկուլյար հատվածներում, բայց անամնեստիկ տվյալներով չունի ոչ թմրածություն, ոչ տեսողական խանգարումներ, հիմա պետք է որոշենք ստրատեգիան ինչ ենք անում։ Նեյրոքլինիկում հերթական բարդ դեպքի քննարկումն է։ Մեկ սեղանի շուրջ են հավաքվել կլինիկայի բոլոր մասնագետները։ Թիմային աշխատանքի արդյունքում բուժառուն կունենա ճշգրիտ ախտորոշում, նրա համար կմշակվի բուժման ամենաօպտիմալ ռազմավարությունը։ Այս մոտեցումը կլինիկայի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Սարգիս Աբրահամյանը փոխարել է Գերմանիայի հայտնի Շարիտե համալսարանական հիվանդանոցից, որտեղ ստացել է իր մասնագիտական կրթությունն ու փորձառությունը։ Գերմանիայում լիցենզավորված նյարդաբանը նշում է, այնտեղից վերադարձել է մեկ հստակ նպատակով՝ Հայաստանում ներդնել ժամանակակից ապացույցների վրա հիմնված նյարդաբանական բուժում ու խնամք։ Այդ գաղափարն իրականացնելու նպատակով 7 ամիս առաջ Երևանում հիմնադրել է Նեյրոքլինիկ նյարդաբանության գերմանական կենտրոնը։ Նպատակը կայանում է նրանում, որ մեր հայրենակիցները նյարդաբանական բարդ հիվանդությունների ժամանակ այլևս կարիք չունենան մեկնելու արտերկիր, այսինքն ստանան համալիր մոտեցում մեկ վայրում, եւ դա մեր առաքելությունն է եւ այսօր մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ կարող եմ նշել, որ Նեյրոքլինիկը այլևս իրականություն է, որտեղ բուժառուին առաջարկվում է միջազգային ուղեցույցներին համապատասխան ախտորոշում եւ բուժական մոտեցումներ։ Կենտրոնում իրականացվում է նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման եւ թերապևտիկ ու վերականգնողական բուժման ամբողջ շղթան։ Կլինիկան հագեցած է նեյրոֆիզիոլոգիական հետազոտությունների համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։ Գործում են նաեւ հարակից սրտաբանական եւ էնդոկրինոլոգիական ծառայություններ, ինչպես նաեւ բուժառուները ստանում են հոգեբանական եւ հոգեսոմատիկ աջակցություն։ Կլինիկայի մասնագետների զգալի մասն ունի Գերմանիայում աշխատելու փորձ, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում կիրառել բուժման ու ախտորոշման եվրոպական մոտեցումները։ Վերականգնողական ծառայության ղեկավար Մարիամ Մանուչարյանը մասնավորապես կենտրոնում ներդրել է վերականգնողական բժշկության գերմանական մոդելը։ Նեյրոքլինիկում կատարվում է միջմասնագիտական թիմային աշխատանք ըստ անհրաժեշտության բուժառուի վերականգնողական անհատական ծրագրի մեջ ներառելով կինեզիոթերապիստի, էրգոթերապիստի, լոգոպեդի եւ հոգեբանի աշխատանքը։ Նեյրոքլինիկում բուժառուի ֆունկցիոնալ վիճակի եւ առօրյա գործառույթների գնահատումն իրականացվում է միջազգային Բարթել ինդեքս ցուցանիշի միջոցով։ Ֆունկցիոնալ թերապիայի եւ վերականգնողաբանության բաժանմունքում իրականացվում է համալիր անհատական մոտեցում, աշխատելով հետինսուլտային, ցրված սկլերոզ, Պարկինսոնի հիվանդություն, պոլինեյրոպաթիաներ, նյարդամկանային հիվանդություններ ունեցող բուժառուների հետ։ Կլինիկայի նպատակն է, որ բուժառուն ստանա ամբողջական նյարդաբանական գնահատում մեկ վայրում առանց ավելորդ ժամանակ ու ռեսուրս կորցնելու։ Նեյրոքլինիկում նաև գիտական հետազոտություններ են իրականացվում, նպաստելով նեյրոգիտության զարգացմանը Հայաստանում։ Սարգիս Աբրահամյանը, որը նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանության վստահված բժիշկն է, նշում է, Նեյրոքլինիկը մեկ այլ շատ կարևոր ծառայություն է մատուցում իր պացիենտներին։ Նրանք հնարավորություն ունեն երկրորդ կարծիք ստանալ գերմանական Շարիտե հիվանդանոցի մասնագետներից։ Մասնագիտական փորձի ընթացքում հնարավորություն եմ ունեցել աշխատելու աշխարհահռչակ մասնագետների հետ եւ եթե լինում է կարիք ստանալու երկրորդ կարծիք, մենք հնարավորություն ունենք տվյալ բուժառուի հաստատքները կատարված հետազոտությունները քննարկել մեր բերլինյան գոլեգաների հետ։ Գործունեության ընդամենը 7 ամիսների ընթացքում Նեյրոքլինիկում արդեն ախտորոշվել են մի շարք բարդ ու հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդություններ։ Մինչև այս կենտրոն դիմելը բուժառուները երկար հետազոտվել են, սակայն միայն այստեղ են վերջնական ախտորոշումը ստացել։ Ախտորոշվել է Նեյրոքլինիկում GAD65 էնցեֆալիտ, որը ամբողջ աշխարհի մասշտաբով բավական հազվադեպ հանդիպող ուղեղաբորբ է, ինչպես նաև Վիլսոնի հիվանդություն, որը պղնձի փոխանակության խանգարում է, կրկին շատ հազվադեպ է ախտորոշում տվյալ պաթոլոգիան, 1-ից 2 դեպք 1 միլիոն բնակչության շրջանում եւ մեզ հաջողվեց թիմային աշխատանքի շնորհիվ գործընկել լաբորատորիաների միջոցով ունենալ այդ ախտորոշումը եւ կազմակերպել ճշգրիտ միջազգային ուղեցույցներին համապատասխան բուժում։ Զեյթունում գործող Նեյրոքլինիկ կենտրոնը ներկայացնում է նյարդաբանական բժշկության նոր մակարդակ Հայաստանում, համադրելով գերմանական փորձը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու պացիենտակենտրոն մոտեցումը։